Բացահայտիր Հայաստանը ծրագրի մասնակիցներն էին օրերս հյուրընկալվել ամենայն հայոց հայրապետին։ Հայկական բարեգործական ընդհանուր միության հայաստանյան գրասենյակի գործադիր տնօրեն Մարինե Մխիթարյանը նորին սրբությանը ներկայացրեց ծրագրի մանրամասները խմբի անդամներին, որոնք Լիբանանից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից եւ Բուլղարիայից էին։ Հայկական բարեգործական ընդհանուր միության տարիներ շարունակ իրականացրած այս ձեռնարկը հայրենիքը ճանաչելու եւ սիրելու առիթ է ընձեռել սփյուռքահայ հարյուրավոր երիտասարդների։ Այս տարի մի քանի խմբերի այց է նախատեսվում։ Դրանք կիրականացվեն հաշվի առնելով տարբեր մայրցամաքների երկրներում դպրոցական արձակուրդների շրջանը։ Վերցրել ենք որպես թիրախ բավականին դժվար խումբ, պատանիներ են, դպրոցահասակ պատանիներ։ Գիտեք, այդ տարիքային խումբը դժվար է բոլոր ժամանակներում եւ բոլոր վայրերում, հատկապես հայկական սփյուռքում, երբ դու ունես քո ինքնությունը գնահատելու, ամրագրելու ու գտնելու հնարավորություն ու նաև հենց այդ ժամանակաշրջանը։ Մենք ուզում ենք, որ հենց այդ ամենաբարդ ու ամենավորոշիչ ժամանակահատվածում մեր երիտասարդները գան Հայաստան։ Նորին սրբությունը իր օրհնությունն ու հայրական падգամը փոխանցեց երիտասարդներին, գնահատեց նմանօրինակ ծրագրերը։ Հայրենիք այցելելով է, որ սփյուռքի երիտասարդները հնարավորություն են ստանում ծանոթանալու հայ հոգևոր մշակութային ժառանգությանը, բացահայտելու իրենց ինքնությունը, զորացնելու ազգային ոգին ու գիտակցությունը։ Հանդիպման ընթացքում հայոց հայրապետը պատգամեց նաև ապրել աղոթական կյանքով, ամուր պահել կապը մայր եկեղեցու հետ, յուրաքանչյուրին հորդորեց կյանքն արժևորել ազգային ծառայությամբ։ Մոտիվացիա է տալի, որ ասենք ես որ հետ գնամ ավելի շատ օգնեմ, ասենք եկեղեցում գնամ ավելի շատ Աստվածի հետ հայրենն է պետք է սովորեմ։ Շատ գսիրեմ միշտ Հայաստան գալ, քանի որ այդ դու ներտամն է, հասկամ որ ավելի get connected գլամ մեր հայերեն կուլտուրին։ Մեր դունը շատ հայ անգեր ունենք, մենք մի քանի հայ անգեր ունիմ եւ շատ գսիրեմ իրենց եւ գուրախանամ որ հոսքամն է, ադենը ոստեր իմ հայ անգերներուս կդեսնամ։ Եվ նոր բաներ գնեմ հետերնին եւ ավելի գմոդանամ հետերնին։ Մայրաթորի այցերը պարտադիր են, միշտ լինում են եկեղեցիների որպես մշակութային նաև ժառանգության ճանաչման օրակարգ, եկեղեցիների այցերը պարտադիր են։ Մենք փորձում ենք որքան հնարավոր է հոգևորը աշխարհիկը ու նաև կենցաղի մասնակցությունը, հայկական կենցաղի մասնակցությունը համադրել եւ ամբողջական ներկայացնել հայկականությունը երիտասարդներին։ Հույս ունենք այդ համադրությունը ճիշտ է աշխատում։ Բացահայտիր Հայաստանը ծրագրին կարող են մասնակցել Սփյուռքում ապրող բոլոր հայրենիները։ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, որն այսօր ներկայություն ունի աշխարհի շուրջ 40 երկրներում, մասնակցության բաց հայտերի միջոցով հավաքագրում է երիտասարդներին եւ կազմակերպում նրանց Հայաստանը բացահայտելու հետաքրքիր ու իմաստալի ընթացքը։ Մերի Հովսեփյան, Վրամ Խանամիրյան, Եկեղեցական կյանք։